Ողջույն։ Հնարավոր չէ ամբողջ ազգի արժեքների, հարգանքի, պատվի, սրբությունների նկատմամբ պատերազմ հայտարարել ու կրել։ Դա անհնար է, դա կրել չէ։ Այո, միշտ էլ կգտնվի ինչ-որ մեկը, որ քո ապօրինի հրահանգը կկատարի։ Առաջինը չի կատարի, երկրորդը չի կատարի, երրորդը չի կատարի, հինգերորդը կկատարի։ Կհարձակվի ում վրա ուզում ես, կձերբակալի ում ուզում ես։ Հաստատ կգտնվի քննիչ այդ հսկայական կոմիտեում, որ կհամաձայնի գործ կարել ու մտնել պատասխանատվության տակ։ Կամիկաձե կդառնա ինչ-որ բանի դիմաց ու խաչ կքաշի իր վրա։ Այո, կգտնվի դատավոր, որ ուզածդ մարդուն կալանքի կտանի։ Կարող է անել կաշառքով, գուցե խոստումով կամ կոմպրոմատով։ Դա խիստ ժամանակավոր է։ Երբեմն Նիկոլը ընկնում է ինչ-որ մեկի հետևից ու հարցնում են, մեկա տակը բան չկար, ինչու հիմա անկար, ոչ թե 2018-ին։ Ուրեմն հիմա է գտել այն մարդկանց, որոնք պատրաստ են եղել մտնել դրա տակ։ Խոշոր հաշվով դու կարող ես խաբել մեկին, երկուսին, 10-ին, կուտը տալ, համոզել, բայց չես կարող խաբել 2 միլիոնից ավելի մարդու, որոնցից մանավանդ կախում ունես, ու որոնք ընդամենը 1 տարուց էլ քիչ ժամանակ հետո գնալու են ընտրատեղամաս։ 2018 թվականին վնաս ես տվել ժողովրդի մի հատվածին, բայց արտահերթի ժամանակ հանգիստ ընտրվել ես։ 2018-ից 20 թվականներին վնաս ես տվել ավելի մեծ հատվածի։ Քո նկատմամբ վստահությունը պակասել է, զորով զորքով ընտրության ես հաղթել։ 2021 թվականի ընտրություններից հետո մինչև 2025 թվականի այսօրը չկա շերտ, որին վնաս չես տվել արդեն։ Անհետ կորածների հարազատները, որ այս գիշեր անցկացրել են Բաղրամյան փողոցում ու քնել ասֆալտի վրա, հենց քո զոհերն են։ Հո չկա չէ մարդ, որ քեզնից լավ բան է սպասում, աղետ սպասում են, ինչ-որ նոր բանի քանդում սպասում են, տուգանք սպասում են, հարկային նոր բեռ սպասում են, նոր տարածքի հանձնում սպասում են, լավ բանի սակայն ոչ մի դեպքում։ Այն մարդիկ, որոնք քեզ 2021 թվականին դեռ շանս էին տվել, որովհետև մտածում էին, որ չէ, դու ուզում ես, բայց քեզ խանգարում են, որ դու խեղճ հարիվ ես, որ ջեբդ են գցել։ Հիմա այնպիսի բաներ ես անում, որ ոնց որ ստիպես, խնդրես, աղաչես, որ քեզ ու քո լկտի սանձարցակ, բայց իրենից բան չներկայացնող թիմին հեռացնեն, պատմության աղբար կնետեն։ Այնպիսի բաներ ես անում, ոնց որ ասես ժողովուրդ, ամոթ չեք անում, որ հələ վարչապետ եմ։ Ուզում եք մի հատ էլ ցույց տամ ինչքան մահացու մեղք եմ ես իմ խմբակով։ Բայց ասեմ, որ ամոթանք տալու կարիքը չկա։ Մարդիկ շատ լավ էլ հասկացել են ու վերջին ամիսներին շատ հաճախ եմ լսում թե մասնավոր զրույցներում, թե ընդհանուր խոսակցություններում, տարբեր հարցումներում, էկրաններից, որ ատամները կրճտացնելով սպասում են, ասում են ոչինչ, սրան մնաց մի տարի, իր տեղը ցույց կտանք։ Մարդիկ նեղվում են, որ հիշեցնում ես, որ քո կողմնակիցն են եղել, ասում են այսօր պատիվ է Փաշինյանին ընդդիմադիր լինելը, որովհետև նրան ու իր ԿՊ-ին ընդդիմադիր լինելը նշանակում է լինել ընդդիմադիր թուրքական ծրագրին, թուրքական գործակալներին, թուրքական քաղաքականությանը։ Դուք մարդկանց այլ ելք էլ չեք թողել։ Կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը։ Լրագրողը հարցնում է. Ինչ է ասում կառավարությունը։ Գյուղացին պատասխանում է. ոչ մի բան, ինչ ասի։ Անցած տարի էլ ցրտահարություն էր, էլի թողեցին իմ վրա։ Հարցնում է, բա ինչ պետք է անենք։ Պատասխանը. ինչ պետք է անենք։ Պետք է այս տարին էլ դիմանանք, հաջորդին սրան լարենք, էլ սրան ձեն տվող չկա։ Հա, ասում են, ընտրել եմ 18-ին էլ 21-ին էլ, հիմա երազում եմ, որ գնամ։ Մի քանի օր է ակցիային անում անհետ կորածների հարազատները, ասում են, մենք տեսել ենք տեսանյութով, որ մեր տղան գերի է ընկել։ Նիկոլին ասում ենք, պատասխանում է, Ալիևը ասաց գերի չունեմ։ Մյուսն ասում է, տղուս ճակատագիրը անհայտ է, ամեն օր տառապանքի միջով եմ անցնում։ Անհետ կորածների քանի ծնող դարդից մահացան այս 5 տարում։ Նիկոլն ասում է, անցնող 7 տարին ձեռքբերումների տարի է եղել։ Իմ տղու անհետ կորելներ ձեռքբերումը։ Ու ավելացնում է, հույսներս այն է, որ այս մի տարին էլ արագ անցնի, սրանից պրծնենք։ Մի խելքը գլխին ղեկավար գա, մեր տղերքին պահանջի հետ տան։ Ուղղակի վախենում ենք տղերք այդքան չդիմանան։ Կառավարության դիմաց մի քանի ակցիա արեցին ՓՄՁ ներկայացուցիչները շրջանառության հարկի դեմ։ Հետո գնացին ազգային ժողով։ Խնդիրը չլուծվեց։
Լրագրողները հարցնում են, բա ինչ եք որոշել, ակցիաներ եք անելու, պատասխանում են. մեր ընդհանուր կարծիքը այն է, որ իզուր ակցիաներ չանենք, մեր ձայնը չի լսվում, մի տարի էլ կդիմանանք, կգա նորմալ ղեկավար, հետ կբերի հաստատագրված վճարի համակարգը։ Եկեղեցու վրա գրող է, եպիսկոպոսին հարցնում եմ, էլ ինչպես եք արձագանքելու, ինչ գործողությունների եք դիմելու, պատասխանում է. մեր եկեղեցին 1700 տարուց ավելի այնքան բաներ է տեսել, ոչինչ, մի տարի էլ սա կտեսնի ու հրաժեշտ կտա սրանց։ Ամենուր է այդպես։ Կարող եմ չասել, որովհետև բոլորից շրջապատում էլ կա այդ քննարկումը, անգամ ՔՊ-ի, այն հարբեցող պատգամավորը իզուր չէր ասում։ Վարորդների ֆեյսբուքյան խմբեր կան։ Մեկը գրում է, որ ավտոմեքենան թալանել են 7 անգամ։ Այս վերջին անգամ որոշել է այլևս հայելիները տարբերանշանը չդնել։ Գրում է, մեկ է գողանում են, ոստիկանությունը չի բացահայտում, երևի համատեղ բիզնես է հանցագործների հետ։ Ասում է, մի քանի ամիս կդիմանամ, չեմ քշի, հեսա տարին ֆռած կգա նորմալ ղեկավար, դրանց հախից կգա նոր կսարքեմ։ Ու բազմաթիվ վարորդներ հավանության են արժանացնում հենց այդ գրառումը։ Վարդենիսում զրուցում եմ սահմանամերձ գյուղացիների հետ։ Նրանք ընդհանրապես հույս ունեն, որ եթե ոչ արտահերթ կարգով, գոնե ընտրություններով կփոխվի Նիկոլը ու էլի կմոռանան, թե ինչ էր նշանակում սահմանից կրակելը։ Ամեն օր մայրաքաղաքում անիմաստ, անհասկանալի փոփոխություններ են երթևեկության կարգի։ Տիգրան Ավինյանը երևի էլի իրեն դրել է կորոնավիրուսի ժամանակվա պարետի տեղը ու անիմաստ որոշումներ, որ իրար հետևից կայացնում է, որոնք բերում են միայն խցանումներ։ Երթևեկության կարգ են փոխում, անտեղյակների տուգանում են։ Ինչ են ասում այս շիլա շփոթից հոգնած վարորդները, ջանդամ ասում են։ Կդիմանանք էլի, երբ կլինես մի տարին անցնի, խելքը գլխին մասնագետներ գան, նորմալ փոփոխություններ կանեն։ Կոնյակ արտահանողները ասում են, մեր արտահանման խնդիրը եթե անգամ հիմա չլուծվի, հիմա լուծվի, եթե անգամ դա ժամանակավոր է լինելու։ Սրանց օրոք վերջնական չի լուծվելու, պետք է մի ձև գոտիներս ձգենք, ոչինչ, բան չմնաց, մի տարի մնաց։ Երևանում տրանսպորտի թանկացումներից դժգոհողների, գիտեք, քանիսն են նույն կերպ հույս հայտնում, որ մի տարուց էլ մարդկանց գրպանը մտնող Նիկոլ Ավինյան զույգը չի լինելու ու տրանսպորտի գինը կեժանանա։ Կամ Քասախի տրանսպորտը հանել են, մի մասը բողոքի ակցիա անում, մի մասը չի անում, ասում են սրանք մարդկային լեզուն չեն հասկանում, ինչքան էլ ակցիա անենք, հարցը չեն լուծի, բերման կենթարկեն, կծեծեն, ոչինչ ասում է, ավտոբուսով կհասնեմ Երևան, ավտոստոպով կհասնեմ Երևան, մինչև խելքը ժողովրդը գլուխը կհավաքի ու մի տարի հետո էլ սրան չի ընտրի։ Ես հիմարություն եմ արել, փոշմանել եմ, օրինակներ էլ չբերեմ, բոլորդ էլ հանդիպել եք Ժորժ ջան։ Մարդկանց մեջ այլևս կասկած չկա, որ սրանք պետք է գնան։ Իրենք արդեն որոշում են կայացրել, որ մեկ տարի հետո այսօրը Նիկոլը լինելու է արդեն նախկին, որովհետև կրկնում եմ բոլորի նկատմամբ են վատ վարվել, եկեղեցու նկատմամբ, բանակի, գյուղացու, քաղաքացու, սփյուռքի, սահմանամերձի, բիզնեսմենի, թոշակառուի, նպաստառուի, ուսանողի, ուսուցչի եւ բոլորի։ Ժողովուրդը պատրաստ չէ Նիկոլին դիմավորել երրորդ ժամկետում։ Այդ մասին իրենք ՔՊ-ն գիտի ու հենց դրա համար է, որ Ալենը օրը 10 անգամ ասում է մեկ է մեզ են ընտրելու։ Բա որ վստահ ես, ինչ ես ամեն օր ասում ու ամեն անգամ ձենդ մի օկտավա բարձրացնելով։ Հասկանում եմ, որ մեր ամենախոշոր խնդիրները թողած բերեցի կենցաղային օրինակներ։ Սրանց ամենամեծ ձախողումը Արցախի հարցում էր։ Արցախի կորստի համար մտահոգները վաղուց են իրենց ընտրությունը կատարել ու վստահ եմ ոչ Նիկոլի օգտին։ Բայց հավատացեք, բոլորս էլ գիտենք, մեր ժողովրդին պարզվեց ու ցավոք Արցախի կորուստը այդքան ցավ չպատճառեց։ Խոստովանենք, որ ամեն մարդ իր անձնական շարժառիթը ունեցավ իր ընտրությունը կատարելու այս կամ այն ուժի օգտին։ Բայց որ Նիկոլին ընտրածները ինչ շարժառիթով էլ որ լինի, ձախողել են իրենց ընտրության մեջ, դա հոփաստ է։ Սա մեր կենցաղի օրինակներից է ու ամեն մարդ երևի իրեն ամենից հուզող թեմաներով է կողմնորոշվելու ու ամեն մեկն էլ գիտի, որ իրեն հուզող խնդրի լուծողը Նիկոլը չէ։ Բոլոր կողմերին, բոլոր թեմաներով վնաս է տվել։ Լավ է, որ որոշել եք ժողովուրդ ջան, որ չեք հանդուրժելու նրան եւս մեկ ժամկետ, բայց վատ է, որ այդ մեկ տարում չգիտենք ինչքան վատ բաներ կլինեն մեր երկրի հետ։ Սա արդեն ամեն օր է մի պլանկա իջեցնում, մի կարմիր գիծ տրորում, վաղը Թուրքիա է գնում, ռետինն առած,
որ ջնջի մյուս ազգային կարմիր գծերը։ Կարճ ասած, հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում հոգնել է այս դեմքը տեսնելուց, այս կերպարը տեսնելուց, ելույթները լսելուց, սուտը բռնելուց, հիստերիկայից ու վարերյանքաներից եւ ուզում է ընդամենը արագ անցնել այս մեկ տարին։ Բոլորիս հետ կատարվել է, ճանապարհ ես գնում, ոտքիդ մեջ քար է ընկնում ու հեչ հարմար չէ հանել այդ պահին։ Ոչ կարող ես կանգնել հանել, ոչ նստել, բայց գիտես, որ մնացել է ընդամենը մի կարճ ճանապարհ, որ հասնես, կոշիկդ հանես ու գցես քարը։ Որոշում ես դիմանալ մինչև այդ կարճ ճանապարհն էլ անցնես։ Այն Նիկոլը ժողովրդի կոշիկի միջի այդ քարն է։ Այդ քարը շատ երկար մեզ հետ եկավ, մեր ոտքը ցավեցնելով, մեզ նյարդայնացնելով, բայց գիտենք, որ եթե ճանապարհին նստարան չգտնենք էլ, մեկ է, շատ շուտով հասնելու ենք տեղ ու ընդմիշտ գցենք այդ քարը։